Իրան-իսրայելական հակամարտությունը շարունակվում է, պահպանելով մեզ համար բազմաթիվ մտահոգություններ։ Վերջիններս իհարկե տարբեր ասպեկտներ ունեն, բայց կա նաև տնտեսական բաղադրիչը, որի որոշ դրսևորումների արդեն իսկ ականատես ենք լինում։ Նախ եւ առաջ, իհարկե հիշելով, որ խոսքը վերաբերում է բարեկամ երկրին, բարեկամ ժողովրդին, մեզ անմիջական սահմանագից պետությանը, Իրանը նաև մեզ համար ունի տնտեսական կարևորության, կենսական նշանակության ուղղություն է մեզ համար։ Եվ բնական է, որ կոնֆլիկտի պահպանման պարագայում առաջին հարվածը հենց հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերություններն են կրելու։ Պատկերացնելու համար նշենք, որ 2024 թվականին փոխադարձ առևտրաշրջանառությունը մոտ $740 միլիոն է կազմել։ Ընդհանուրի մեջ մասնաբաժինը 2.4%։ Միայն այս տարվա հունվար-ապրիլին արդեն իսկ $222 միլիոն փոխադարձ առևտուր են իրականացրել, նշված ժամանակահատվածում ընդհանուրի մեջ 3.5% մասնաբաժնով։ Բայց պետք է նշել, որ հատկապես առևտրային հարաբերությունների խաթարման պարագայում մեզ համար արտաքին առևտրաշրջանառության հարվածը մուլտիպլիկատիվ էֆեկտ է որոշակի ունենալու։ Հաշվի առնելով հանգամանքը, որ Իրանը նաև մեզ համար դարպաս է դեպի մերձավոր արևելյան շուկաներ։ Իդեպ, դրա որոշ դրսևորումների արդեն իսկ ականատես լինում ենք, մասնավորապես հաղորդվում է հայկական բեռնատարների Բանդար Աբբաս նավահանգստում գտնվելու հանգամանքի մասին, որոնք չեն կարողանում ուղևորվել Հայաստան։ Նշվում է շուրջ 300 բեռնարկղերի մասին, այդ թվում Չինաստանից Հայաստան արտահանվող ապրանքների մասին է խոսքը։ Եվ բնականաբար էֆեկտները շատ ավելի մեծ են լինելու, բացասական էֆեկտները կոնֆլիկտի երկարաձգման եւ դրա պահպանման պարագայում։ Շատ լուրջ մտահոգություններ կան հայ-իրանական կարևոր նշանակության նախագծերի հետագա ճակատագրի հետ կապված։ Մասնավորապես կարող ենք նշել գազ էլեկտրաէներգիայի դիմաց նախագիծը, իրանական նախաձեռնությունը Հայաստանը միացնելու մուլտիմոդալ ենթակառուցվածքային նախագծին, որոնք պարզապես հիշեցնենք, որ մեզ համար ունեն ոչ միայն տնտեսական, այլ նաև տարածաշրջանային անվտանգային բաղադրիչ։ Իհարկե, հայ-իրանական երկկողմ առևտրատնտեսական մնացած բոլոր նախաձեռնությունները եւ սպասումները եւս կոնֆլիկտի պահպանման պարագայում կարող են որոշակի մտահոգիչ զարգացումների ներքո լինել։ Բնական է, որ Հայաստանի տնտեսության բացասական սպասումները նաև համաշխարհային տնտեսությունից եկող ազդակներն են եւ ածանցյալները։ Իդեպ, որոշ դրսևորումներ արդեն կան, մասնավորապես էներգագիրների գներն են շատ արագ բարձրանում, ոսկու գինն է բարձրանում, ինդեքսներն են տարբեր վարքագծեր դրսևորում իրավիճակով պայմանավորված, եւ այս ամենը ընդհանուր առմամբ համաշխարհային տնտեսության արտադրողական կարողությունների կրճատմանը, տնտեսական աճի տեմպի դանդաղմանը կարող է նպաստել, գնաճի նոր ալիքի ձևավորմանը, առևտրատնտեսական լոգիստիկայի վերաձևակերպմանը, որը իհարկե իր ազդեցություններն ունենալու է նաև մեր տնտեսության համար եւ դեպի մեզ։ Եւ որևէ կերպ պատահական չէ, որ նույն ֆինանսների նախարարության գնահատականներով վատագույն սցենարի դեպքում Հայաստանի տնտեսության կանխատեսված 5.1% տնտեսական աճը կարող է կրճատվել եւ դառնալ 1.3%։ Իհարկե, կոնֆլիկտի պահպանման եւ հնարավոր էսկալացիաների պարագայում նաեւ կան տարբեր այլ սցենարներ, դրանից բխող որոշ զարգացումներ, որոնց շուրջ փակագծեր բացելն իհարկե որևէ կերպ նպատակահարմար չէ։ Այնուամենայնիվ, ինչ պետք է սպասել, ինչ պետք է ակնկալել Հայաստանի Հանրապետությունից նման իրավիճակում օրինակելի պարագայում։ Բնական է, որ առաջին հերթին արդեն իսկ առկա խնդիրների հավաքագրում հնարավոր սցենարների գնահատմամբ դրանց հետևանքների մեղման կամ վատագույն սցենարների զարգացման կանխարգելման ուղղված գործողությունների, քայլերի մշակում, նախապես մշակում եւ դրանց կիրառման հնարավոր մեխանիզմների այսպես ձևավորում։ Այլ է խնդիրը, թե որքան կարելի է նման ակնկալիք ունենալ Հայաստանի գործող իշխանություններից, բայց այդ ամենից զատ շատ կարևոր է էլ ավելի մեծ զգուշություն եւ զգուշավորություն դրսեւորել իրականացված ցանկացած գործողության եւ ցանկացած հայտարարության նկատմամբ, անգամ եթե այդ հայտարարությունն առաջին հայացքից թվա թե վերաբերում է բացառապես Հայաստանին եւ ներհայաստանյան հնարավոր զարգացումներին։